Հայաստանը պառակտվում է արևմտամետների և ռուսամետների միջև։ Հայաստանի ընտրությունները վերածվում են գերտերությունների աշխարհաքաղաքական ազդեցության համար կռվադաշտի։ Պայքարի մեջ մտած հայաստանյան քաղաքական ուժերից ոմանք ներկայացնում են գալիք ընտրությունները որպես ընտրություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ոմանք որպես ընտրություն եվրոպական արժեքների և կոռումպացված հետամնացության միջև։ Այսօր Հայաստանն ունի խնդիր՝ ազատվել օտարածին օրակարգերի սպասարկումից, որոնք տանում են մեզ դեպի պառակտում ու ներքաղաքական հակամարտություն և առաջնորդվել բացառապես հայկական շահի օրակարգով։ Հայաստանում կա մի ուժ, որը չի ընդունում ոչ մի կողմնորոշում, ուժ, որը բերել է անկախությունը և հավատարիմ է միայն հայկական օրակարգին։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ աշխարհի գերտերությունները բացահայտ խաղադրույք են կատարում մեր ընտրություններում։ Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, հույս ունենալով, որ նրա հաղթանակով կիրականացնեն Թրիփի միջանցքի նախագիծը հարավային Կովկասից դուրս մղելով Ռուսաստանին և մեկուսացնելով Իրանին։ Աշխարհը փոթորկված է։ Եվրոպական միությունն ու Ռուսաստանը միջնորդավորված այսպես կոչված պրոքսի պատերազմ են վարում իրար դեմ Ուկրաինայում, Մալիում և այլ երկրներում։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պատերազմում են Իրանի դեմ, և այս երկու պատերազմները մաս են կազմում համաշխարհային դոմինանտության համար մեծ մրցության։ Այս վիճակում Հայաստանի համար միակ ճիշտ ռազմավարությունը երկու ճամբարների միջև չեզոքություն պահելն է, հանդես գալը որպես անկախ երկիր, որը բաց է համագործակցության համար բոլոր երկրների հետ։ Մենք չպետք է զինվորագրվենք հակամարտող երկու ճամբարներից և ոչ մեկի։ Ճամբարներից որևէ մեկի կողմը բռնելը ավտոմատ բերելու է մյուս կողմի թշնամությանը։ Հսկայական շահեր են բախվում, և նման բան անելը նշանակում է հրավիրել այդ բախումը մեր երկիր։ Նիկոլ Փաշինյանը, ընտրելով միակողմանի կողմնորոշման քաղաքականությունը, բառից բուն իմաստով մեր երկիր է հրավիրում պատերազմ։ Առանց կառուցելու էներգետիկ և պարենային անվտանգության այլընտրանքներ, նա գնում է մի ճանապարհով, որն անմիջապես ավերելու է մեր տնտեսական կայունությունն այսօր ապահովող համակարգը և երկիրը տանելու է դեպի կոլապս։ Մենք առաջարկում ենք արտաքին հարաբերությունների կառավարման երկիր կամուրջ մոդելը, որում Հայաստանը համագործակցության կամուրջներ է կառուցում բոլոր շահագրգիռ երկրների ուղղությամբ և ինքը դառնում երկու ճամբարների համար համագործակցության միջավայր։ Ընտրեք խելամիտ ուղին դեպի երկիր կամուրջ։